Պատկերացրեք, Հայաստանի խորը խիտ անտառներում ժամանակից ու աշխարհից մեկուսացած թաքնված է մի իսկական գանձ՝ Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանքը։ Այսօր մենք միասին կբացահայտենք այս մոռացված վայրի պատմությունը։ Գիտեք, դարեր շարունակ այն լուռ է, բայց նրա քարերը, նրանք շշնջում են անցյալի պատմությունները։ Եկեք լսենք, թե ինչ են մեզ պատմելու։ Մի հին տեղեկագրության մեջ վանքը նկարագրվում է հենց այսպես, ուղղակի լսեք, թե որքան պոետիկ է։ Կանաչ մահջում պառկած, ժպիտը դեմքին քնած գեղեցիկ պատանի։ Այս խոսքերը միանգամից ստեղծում են մի խորհրդավոր ու շատ գեղեցիկ պատկեր, որը կարծում եմ մեզ կուղեկցի մեր ողջ պատումի ընթացքում։ Դե ուրեմն, ինչ պատմություն է թաքնված այս ավերակների տակ։ Սա այն հարցն է, որի պատասխանը մենք միասին փորձելու ենք գտնել, այնպես որ եկեք սկսենք մեր ճանապարհորդությունը եւ բացահայտենք այս քարե գաղտնիքը։ Ամեն ինչ իհարկե սկսվում է հզոր մի տոհմից։ Վանքի պատմությունը ուղղակի անկախտելիորեն կապված է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր ընտանիքներից մեկի Մամիկոնյանների հետ։ Մամիկոնյանները ոչ միայն լեգենդար զորավարներ էին, այլև արվեստի ու հավատքի մեծ հովանավորներ, իսկ Բարձրաքաշ վանքը դարձավ նրանց ուժի ու հոգևոր նվիրումի քարե վկայությունը, ծառայելով եւ որպես տոհմական գերեզմանատուն, եւ որպես շատ կարեւոր կրթական կենտրոն։ Հիմա մի պահ նայեք այս ժամանակացույցին, տեսնում եք, գրեթե ողջ համալիրը կառուցվել է 13-րդ դարում, ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում։ Պատկերացնում եք այդ ստեղծագործական եռուզեռը, որը վանքին տվեց իր վերջնական շքեղ տեսքը։ Ուղղակի անհավանական է։ Լավ, հիմա եկեք մտովի շրջենք այս ավերակների միջով ու փորձենք պատկերացնել, թե ինչ տեսք ուներ այս համալիրը իր փառքի գագաթնակետին։ Այս աղյուսակը հիանալի ցույց է տալիս երկու դարաշրջանների միջև եղած հակադրությունը։ Մի կողմում ունենք 10-րդ դարի պարզ կոպիտ բազալտից եկեղեցին, իսկ մյուս կողմում 13-րդ դարի շքեղ բազմերանգ ֆելզիտով ու տուֆով կառուցված տաճարը։ Սա ուղղակի ճարտարապետական էվոլյուցիա է, քարի վրա դրոշմված։ Սա իհարկե համալիրի սիրտն էր, Սուրբ Աստվածածին տաճարը, Մամիկոնյանների հզորության իսկական խորհրդանիշը։ Ճիշտ է, գմբեթն այլևս չի պահպանվել, բայց նույնիսկ այսօր այս պատերն ու սյուները կարծես շշնջում են նրա երբեմնի աննկարագրելի շքեղության մասին։ Ու այստեղ ճարտարապետները որոշել են կանոններ խախտել։ Գավիթը, եկեղեցու նախասրահը Հայաստանում գրեթե միշտ կառուցվում է արևմտյան կողմից։ Դա օրենք է։ Բայց Բարձրաքաշում այն հարավում է։ Սա շատ համարձակ ու եզակի լուծում է, որն այս համալիրը դարձնում է բացառիկ։ Եկեք հիմա մի փոքր ավելի խորանանք ու ավելի ուշադիր նայենք այն մանրամասներին, որոնք Բարձրաքաշը դարձնում են իսկական գլուխգործոց։ Սուրբ Աստվածածին տաճարը իսկապես ճարտարապետական հանճարի դրսևորում էր։ Պատկերացրեք ծանր մռայլ սյուների փոխարեն նրբագեղ զույգ սյուներ, որոնք տարածությանը տալիս էին օթեղենություն ու լույս։ Այս ամենը գումարած պատերի հարուստ քանդակները վկայում է 13-րդ դարի վարպետների անհավանական հմտության մասին։ Ուղղակի փորձեք պատկերացնել այս տեսարանը։ Գավթի մուտքը զարդարված է եղել վառ կարմիր քարե աստղերով, որոնք փայլել են արևի տակ։ Ինչ տոնական ու վեհ տպավորություն է թողել այցելուների վրա։ Ցավոք այսօր այդ աստղերն այլևս չկան, բայց մեր երևակայության մեջ դրանք դեռ փայլում են։ Եվ սա փայլուն կերպով ցույց է տալիս, թե ինչպես էր իշխանական տոհմն իրեն ներկայացնում։ Այս բարձրաքանդակը, որը գտնվում է Գավթի պատին, զարդարանքից շատ ավելին է։ Այն քարի վրա թողնված հզորության հայտարարություն է, Մամիկոնյանների ստորագրությունը, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Սակայն, ինչպես գիտենք, ամեն փառահեղ պատմություն չէ, որ երջանիկ ավարտ է ունենում։ Ցավոք, Բարձրաքաշի ոսկեդարը շատ կարճ տևեց։ 7. Այս թիվը պետք է սթափեցնի բոլորիս։ 2014 թվականին Բարձրաքաշ վանքն ընդգրկվեց Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների ցանկում։ Սա ահազանգ է, որը հնչում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Սա թերևս պատմության ամենաօղբերգական մասն է։ Շուրջ 1 դար տևած ակտիվ եռուն շինարարությունից հետո վանքը լքվել է ու մատնվել մոռացության։ Դարեր շարունակ այն միայնակ պայքարել է բնության ու ժամանակի դեմ։ Այսպիսով ինչը հանգեցրեց այս վիճակին։ Դարերի մոռացությունը եւ բնության անողոք ուժը համալիրը հասցրել են կործանման եզրին։
Այն ինչը ժամանակին հոգևոր կյանքի բաբախող սիրտն էր, այսօր լուր պայքարում է իր գոյության համար։ Սա այն հարցն է, որը մնում է օդում կախված։ Բարձրաքաշի ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք մենք կարող ենք ժամանակին գործել փրկելու այս քարե քնած գեղեցկուհուն։ Նրա պատմությունը հիշեցում է, որ մշակութային ժառանգությունը շատ փխրուն է, եւ այն պահպանելը բոլորիս պարտականությունն է։